Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահը, ինչ տպավորություններ ունեք այցից, ձեր կարծիքով Հայաստանին ինչ կտա ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը։ Առանձնապես սպասելիքներ չունեմ, չեմ կարծում, որ ինչ-որ բան կփոխվի։ Ով է ընդունել իրան, մեր վարչապետը, չէ՞։ Դե վստահություն կոնկրետ ես չունեմ իր հանդեպ։ Ամբողջ աշխարհը այսօր նայում է իր շահերը, դիտարկում է իր շահերը։ Ոչ մեկ հայ սիրուն աշկերի համար չի գահանի։ Ոնց կարա ուրիշը քո ընտանիքը կարգավորի։ Հարևանը ձեր ընտանիքը չի կարող կարգավորել։ Տենց չի, դուք ձեր վրա վերցրեք։ Հələ որ ապրենք, տեսնենք ինչ կլինի, չենք կարող ասենք։ Հուսով լինենք, որ ինչ-որ մի լավ բան կլինի Հայաստանի համար։ Հստակ չեմ կարող ասեմ հիմա ձեզ։ Ես ինքս լինելով Սյունիքից, այդ թրիպ ճանապարհը թե Զանգեզուրի միջանցքը, որ անվանում են թրիպի ճանապարհ, ճիշտն ասած դժվարանում եմ ասել Հայաստանը տեղից ինչքան օգուտ կքաղի եւ ինչքան վնաս կքաղի։ Մի քիչ մտահոգիչ է, որ ամերիկյան բաժինը 76% է, Հայաստանինը 24%։ Մյուս մտահոգությունը ինձ համար, որ Հայաստանը միայն գործընկեր է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, իսկ Ադրբեջանի հետ նրանք երեք էլ վավերացրին ռազմական համագործակցության մասին, որը Հայաստանի պարագայում չկա։ Եթե Ամերիկայի հետ կապն եք պահում, ռուսի հետ ենք խոսում։ Ես ռուսն էլ հիմի ոչ ծորենը բերի, ոչ գազը տա, ոչ էլ պրախոտ տա։ Սա հայ ազգը 3 միլիոնից ավել ընդեղ էլ մարդ կա Ռուսաստան։ Այն ոնց արա վրացիները ոնց լարեց ռուսը։ Մենք ռուսին նեն չի որ թշնամի ենք համարել, հա կարա բանը պոլիտիկայով մեզ դավաճանեցին։ Հայ ժողովրդին խափում են, ուզում են ատոմակայանը փակեն։ Իրանց այդ քոսոտ ծրագրերով։ Իրանք այնց են անելու, որ միացնեն Ադրբեջանի, Թուրքիայի էլեկտրոդ սիստեմներին։ Ու ատոմակայանը ուզում են փակեն, որ սա աշխարհում ռուսներն են ատոմակայան սարքում, բոլոր աշխարհում իրանք շատ անգրագետ են, որ ատոմակայան սարքեն։ Չինաստանում, Թուրքիայում, Եվրոպայում բոլոր ատոմակայանները սարքում են ռուսները։ Ես չեմ կարող ոչ մի բան ասել, բայց ամեն բան տանում է դեպի վատ, ինչքան տեսնում ենք։ Իսկ մենք պետք է ակնկալիքներ ունենանք ամեն այցից։ Կարծում եմ, որ նորմալ էր հարաբերություններ ստեղծել բոլոր երկրների հետ։ Եվ իհարկե կարծում եմ, որ սա կարևոր էր այն իմաստով, որ մեր կշիռը բարձրացրեց